կարող եք նստել, չնայած կողմեր չկան։ 2025 թվականի հունիսի 9-ին նշանակված դատական նիստը հայտարարվում է բացված։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը տվել դեպքում հանդես գալով որպես դատան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի անդամությամբ Աշոտ Հայրապետյանի, Կարեն Թումանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Երանուհի Թումանյանցի, Քրիստինե Մկոյանի, Արմեն Դանիելյանի, Մերի Համբարձումյանի, Արմենուհի Հարությունյանի, Անահիտ Աբրահամյանի տրամբած դատական նիստում քննության է առնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը դատական նիստի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր են ներկայացել։ Կողմերը դատական նիստին չեն ներկայացել։ Շատ լավ։ Ունենք երկու միջնորդություն դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված եւ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանրության քրեական դատանի դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից ներկայացված մինչ միջնորդություններին անդրադառնալը ինքնաբացարկի հարց ունենք հարգելի խորհրդի անդամներ, ինքնաբացարկի խնդիր չունենք, անցնենք միջնորդություններին, այսպես էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված է քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, հիմքում դնելով այն հանգամանքը, որ հունիսի 4-ից սույն թվականի մինչև հունիսի 16-ը մասնակցելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք իրավական հիմնավորման եւ գրավոր ձևակերպման հմտությունները թեմայով բաց աշխարհ ծրագրին եւ այդ պատճառաբանությամբ խնդրել է հետաձգել քննությունը, միաժամանակ նշված է, որ սույն միջնորդությամբ հանդես գալու նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովի նիստում եւ այս խնդրանքով հանդես գալու որոշումն ընդունվել է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների հետ միասին հարցի քննարկման արդյունքում։ Միաժամանակ դատավոր Մասիս Մելքոնյանը նույնպես միջնորդություն է ներկայացրել քննությունը հետաձգելու վերաբերյալ, հայտնելով, որ 2025 թվականի հունիսի 6-ից առողջական խնդիրներով պայմանավորված գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, ուստի հաշվի առնելով այդ հանգամանքը խնդրել է հունիսի 9-ին նշանակված նիստը հետաձգել, միաժամանակ հայտնել է, որ ցանկանում է ներկա գտնվել եւ պաշտպանել իր իրավունքները։ Հաշվի առնելով նշված միջնորդությունները, հարգելի խորհրդի անդամներ, առարկություններ չկա տեղում խորհրդակցելով խորհուրդը որոշեց քննությունը հետաձգել, հնարավորություն տալ եւ էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի մասնակցությունը ապահովել եւ նաեւ դատավորի մասնակցությունն ապահովել քննությանը, այսպիսով քննությունը հետաձգվում եւ հաջորդ դատական նիստը նշանակվում է 2025 թվականի հունիսի 19-ին ժամը 14:30 նույն վայրում դատական նիստը հայտարարվում է փակված։